Սկանդալների հիջ շքերթ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ այսօր ազգային ժողովի ամբիոնից իր թոփ տասնյակը ներկայացրեց Հայ ազգային կոնգրեսի падգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նրա հիջ շքերթի 10-րդ հորիզոնականը զբաղեցնում է Տիգրան Սարգսյանի տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի մեթոդը։ Հնարավորինս չափ քիչ խոսել ճգնաժամի մասին, ինչքան շատ դրա մասին խոսենք, այնքան հավանականությունը, որ այդ ճգնաժամը կլինի, մեծանում է։ Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 2009 թվականին արձանագրեց 14.8%-ի տնտեսական անկում։ Նիկոլ Փաշինյանի հիջ շքերթի առաջին հորիզոնականում նախկին վարչապետի օֆշորային սկանդալն է։ Իսկ Տիգրան Սարգսյանի ամենազավեշտալի հայտարարությունը падգամավորը համարում է այն, թե գործարարության ոլորտում Հայաստանը անցել է Ֆրանսիային։ Ինչպես ասում են, կանգ առ երկրագունդ, այստեղ իջնող կա։ Հիջ շքերթն ավարտվեց, անցնենք ելույթներին։ Գալուս Սահակյանի ակնկալիքները չարդարացան Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զորաբյանի ելույթի հիմքում կրկին Տիգրան Սարգսյանի բացթողումներն ու սխալներն էին։ Տիկին Զորաբյանը դրանք հեգնանքով անվանեց սխրանք եւ առաջին հերթին հիշեցրեց 1000-ամյակի մարտահրավերներ ծրագրով գյուղատնտեսությանն ուղղված 16.6 միլիոն դոլար վարկը։ Ինչպես ցանել կարտոֆիլը եւ ինչպես կթել կովը թեմայով լեկցիա կարդալու համար եւ ըստ ամերիկյան խիստ հավաստի աղբյուրների 1000-ամյակի մարտահրավեր ծրագիրը դադարեցվել է հենց հիմք ունենալով այդ 16.6 միլիոն դրամի լոլոն գյուղացիական տնտեսությունների գլխին։ Տիկին Զորաբյանը Տիգրան Սարգսյանի կառավարությանը մեղադրեց 6 տարի տնտեսական կանիբալիզմով զբաղվելու մեջ։ Իշխանությունների այն պնդումները, թե ամեն ինչ կարգին է, նա արձանագրեց հայտնի անեկդոտով։ Բավոր բոլորդ Սուրբ եք, եկեղեցու խաչը ով գողացավ։ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Տիգրան Սարգսյանի կառավարությունից 5 արձանագրում արեց, ընդգծելով, որ խոսքը ընկած կառավարության մասին է եւ մեջբերեց հայկական ասացվածքներից։ Ընկած ինչ են խփում, ընկած ցուլին դանակավորներն են շատանում։ Ազգային ժողովը այսօր ավարտեց 2013 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները, քվեարկությունը տեղի կունենա վաղը։